մարդու իրավունքների նախորդ պաշտպանի վերջին տարեկան զեկույցում նշված էին 167 համակարգային խնդիրներ, որոնց հետևանքով խախտվում էին հազարավոր մարդկանց իրավունքներ։ Սակայն կարևորի մասին քիչ խոսվեց եւ ես ուզում եմ ելույթը սկսեմ իմ ընկալմամբ հենց կարևորի մասին խոսելով։ Հայաստանի Հանրապետությունում ըստ պաշտոնական տվյալների առկա է ավելի քան 1 միլիոն աղքատ մարդ։ Կրկին անգամ շեշտում եմ դա միայն ըստ պաշտոնական տվյալների։ Եթե դիտարկենք պարզ բոլորի համար ընկալելի մի իրավունք, արժանապատիվ իրավունքը եւ արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի լույսի ներքո դիտարկենք Հայաստանի Հանրապետության իրավիճակը, տրամաբանական է կարծել, որ ավելի քան 1 միլիոն աղքատ մարդու արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքն է խախտվում։ Ավելի քան 1 միլիոն մարդ կրկնաջան աշխատանքի դիմաց ստանալով խղճուկ վարձատրություն, հատկապես ձմեռային ամիսներին վճարելով հսկայական վճարներ հոսանքի, գազի եւ այլ ծախսերի համար, այնուհետև կանգնում է անորոշության առջև, ինչպես հացով եւ դեղով ապահովել իր ընտանիքին, ինչպես գոյատևել մինչեւ ամսվա վերջ, ումից պարտք վերցնել։ Ֆորմալ առումով մեր երկրում պահպանվում է կրթություն ստանալու իրավունքը։ Իրականում ունենք հետեւյալ պատկերը. աստիճանաբար նվազում են անվճար ուսման տեղերը բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Դրա հետ մեկտեղ փոխանակ նվազեն ուսման վարձավճարները, այդ վարձավճարները բարձրանում են։ Մի շարք ընտանիքներ տվյալ իրավիճակով պայմանավորված վերցնում են վարկեր, կուտակում են պարտքեր, որպեսզի իրենց երեխային ուսման տան։ Արդյունքում, երբ նորավարտ մասնագետը մտնում է աշխատաշուկա, իր գործունեությունը փաստացի սկսելով ոչ թե 0-ից, այլ մինուսից, պարզվում է, որ աշխատատեղ չկա։ Եվ նորավարտ տնտեսագետը, իրավաբանը, բժիշկը ստիպված աշխատանք են գտնում սպասարկման ոլորտում կամ մտածում արտագաղթելու եւ իրենց պոտենցիալը այլ երկրներում ռեալիզացնելու մասին։ Ֆորմալ առումով մեր երկրում խրախուսվում են երիտասարդ ընտանիքները։ Իրականում, երբ ձևավորվում է նոր երիտասարդ ընտանիք եւ ինչ-որ հրաշքով, հանգամանքների բերումով նոր ձևավորված երիտասարդ ընտանիքի 2 անդամներն ունեն աշխատանք, ապա բնակարան ձեռք բերելու եւ բնակարանների համար վճարելու համար նրանք հարկադրված են ողջ կյանքը վճարում կատարել, իսկ մահվանից հետո էլ իրենց ծերուններին թողել ոչ թե ժառանգություն բնակարան, այլ պարտքեր։ Առերևույթ իհարկե կարող է թվալ, որ այս խնդիրները կրում են բացառապես սոցիալական կամ քաղաքական բնույթ։ Բայց եթե հաշվի առնենք, որ մեր երկրում կան բավարար ռեսուրսներ այս խնդիրները լուծելու համար, որոնք ծախսվում են զանազան խորհրդատվությունների, շքեղ ծառայողական մեքենաների, կոնյակների, ուսումնական հաստատությունների, շեշտում եմ, ուսումնական հաստատությունների համար սիգարի մետաղական կտրիչներ գնելու համար, պարզ է, որ դրանք մարդու իրավունքների ակնհայտ եւ կոպիտ խախտումներ են։ Եթե մենք ապրում ենք մի երկրում, որտեղ գրեթե յուրաքանչյուր օր հնարավոր է սոցիալական ցանցերում հանդիպել դեպքերի, երբ ծնող իր երեխայի բուժումը արտասահմանում կազմակերպելու համար դրամահավաք է իրականացնում, որովհետև տեղի բժշկությունը բավարար չափով զարգացած չէ։ Իսկ այդ նույն ընթացքում պետությունը փոխանակ զարգացնի բժշկությունը, ֆինանսական ուսումնական հաստատության համար սիգարի մետաղական կտրիչներ է գնում, դա ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքների ակնհայտ եւ կոպիտ խախտում, ակնհայտ եւ կոպիտ արհամարհակ մարդու իրավունքների ինստիտուտի նկատմամբ։ Ինչ վերաբերում է պաշտպանի զեկույցում նշված համակարգային խնդիրների, կարծում եմ դրանք գլոբալ խնդիրների, որոնք թվարկեցի, տրամաբանական արտացոլանքն են, ենթականները ինչ տեսնում են վերադասներից, այն էլ ընդօրինակում են եւ կիրառում են իրենց գործունեության ընթացքում։ Կուզեի անդրադառնալ նաեւ վերջին զեկույցում նշված առաջխաղացումների, մասնավորապես նշված է, որ անչափահաս մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխաների խնդիրներով աշխատող ոստիկանության համապատասխան խումբը հայտնաբերել է եւ պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացրել 5 երեխաների հետ։ Եվ դա առաջընթաց է համարվում 21-րդ դարում 2016 թվականին, մինչդեռ մենք ունենք այդ պոտենցիալ ներուժը այդ խնդիրը ամբողջությամբ լուծելու համար։ Այժմ էլ եթե մենք թողենք այս նիստը եւ դուրս գանք փողոց, վստահ եմ, որ կհանդիպենք մի շարք թափառաշրջիկ եւ մուրացիկ երեխաների։ Մինչդեռ մենք նստած տաք դահլիճում քննարկում ենք մարդու իրավունքների վեհ գաղափարները։ Մարդու իրավունքների խախտումները ամենուր են, դրանք տեսնելու համար ոչ անհրաժեշտ է ինչ-որ մեծ կենսափորձ, ոչ գիտելիքներ, անհրաժեշտ է սիրել ժողովրդին։ Եվ անհրաժեշտ է ներդնել նոր մենեջմենտ մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտում, մարդու իրավունքների խնդիրները կյանքի կոչելու, լուծումները կյանքի կոչելու համար։ Ինչ վերաբերում է մենեջմենտին, ներկայացնեմ իմ նկատառումները այդ առնչությամբ։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների իրավական ինքնագիտակցության մակարդակը բավականին ցածր է։ Որպեսզի մենք կարողանանք սկսել արդյունավետ պաշտպանել մարդկանց իրավունքները, նախ եւ առաջ քաղաքացիները պետք է իմանան, որ ունեն այս կամ այն իրավունքը,
Եվ դա իմանալուց հետո որ կարող են հասկանալ, որ խախտվել է իրենց տվյալ իրավունքը։ Այս առումով իսկ կարևոր եմ համարում նաև իրավագիտակցության ուղղված մի շարք միջոցառումների իրականացումը։ Մյուս կողմից կարևոր եւ հատկանշական է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ինքնին պաշտպանի հասանելիությունը հասարակության համար։ Ես բազմիցս եմ նշել, գտնում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանի դիմելը ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին պետք է լինի անվճար։ Մինչդեռ ներկայումս իրավիճակը այլ է։ Առաջարկում եմ իմ տեսլականի մեջ պատկերացնում եմ, որպեսզի օրենսդրական բարեփոխումների, ներքին իրավական ակտերի կամ համագործակցության հուշագրերի շրջանակներում պետական մարմինները ձեռք բերեն պարտավորություն քաղաքացիներին տեղեկացնելու, որ իրենց գործունեությունը կարող է բողոքարկվել համապատասխան պետական մարմնում, տեղեկացնել ինչ եղանակով կարող է բողոքարկվել որ դեպքերում, որովհետև ցավոք այսօր Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիներ չգիտեն, որ անգամ գոյություն ունի նման ինստիտուտ։ 1.16 թեժ գծի հեռախոսահամարը, որը նորից եմ շեշտում, ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին անվճար չի մատուցում իր ծառայությունները, շատ քաղաքացիներին այնպես հայտնի չէ, ինչպես հայտնի է ոստիկանության 102, շտապօգնության 103 եւ այլն եւ այլն։ Այս առումով կարևոր է նաեւ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ընդլայնությունը։ Ներկայումս ունենք հետևյալ իրավիճակը։ Քաղաքացին դիմում է մարդու իրավունքների պաշտպանին, ներկայացնում է խնդիր, մարդու իրավունքների պաշտպանը ուսումնասիրում է խնդիրը, ենթադրենք արձանագրում է մարդու իրավունքների խախտում եւ ներկայացնում է համապատասխան առաջարկ, որոշման հետ մեկտեղ համապատասխան գերատեսչությանը։ Այնուհետև արժանանում է գերատեսչության կողմից անբարոյական մոտեցման, ինչը ականատես են եղել բազմիցս։ Արդյունքում ստացվում է, որ մարդու իրավունքների պաշտպանը իր լիազորությունները իրականացնելու համար հարկադրված պետք է հայտնվի օրենսդիր մարմնում խնդրողի կարգավիճակով եւ արժանանա հանդիմանանքի առայլ, որ ինքը պետք է բոլորին պաշտպանի, ոչ թե պաշտպանություն խնդրի։ Այս առումով մի շարք միջոցառումներ իրականացնելու հնարավորություն մենք ունենք։ Մյուս կողմից ես խնդրում եմ դահլիճում լրություն, հա, Պարոն Ուրիխանյանի պահանջը արդարացրել, թույլ պարոն Ալոյանը ներկայացնի իր հայեցակարգային մոտեցումների տեսլականը մարդու իրավունքների Շատ կարևոր եմ համարում նաև կանխարգելիչ գործառույթների իրականացումը։ Այսինքն գտնում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանը չպետք է ժողովրդական լեզվով ասած նստի եւ սպասի մինչեւ կխախտվեն մարդու իրավունքները, այնուհետեւ նոր միջոցներ ձեռնարկվի, հետո դիտարկենք այդ միջոցները արդյունավետ են, թե արդյունավետ չեն։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղաքացիները առնչվելով ոստիկանության, հարկային մարմինների, առողջապահության, մի շարք այլ պետական ոլորտների հետ ընկնում են բյուրոկրատական քաշքշուկների մեջ, խախտում են քաղաքացիների իրավունքները եւ կանխարգելիչ գործառույթների իրականացումը կարծում եմ պետք է լինի գերակա արժեք։ Ինչ վերաբերում է ընդհանուր համակարգային փոփոխություններին, բոլորին է հայտնի, որ տարբեր երկրներում մարդիկ ունեն տարբեր մտածելակերպ, տարբեր աշխարհայացքներ եւ տարբեր աշխարհընկալումներ։ Իհարկե, արտասահմանյան առաջատար երկրների իրավական փորձի ուսումնասիրումը կարևոր է եւ արդյունավետ կարող է լինել, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ պատմական մեծ անցյալ ունեցող ազգ ենք եւ ունենք այն մտավոր ներուժը, որպեսզի ստեղծենք իրավապաշտպանության նոր այնպիսի մեխանիզմներ եւ մոդելներ, որոնք կարող են ընդօրինակել այլ երկրները։ Ընդհանուր առմամբ այսքանն է։